Այսօր մենք կքննարկենք, թե ինչպես մեզ հաղթեց Սևիլյան 4-1 հաշվով, կոնկրետ ասած կոդրեց, մեր ստացվի սաստավը վրատար Վոյցեխ Շենսնի, Աչից Կունդե, մեջտեղի ցենտրալային զաշիտնիկները Արաուխո եւ Կուբարսի, ձախից Ժերար Մարտեն, ցենտրալային պոլզաշիտնիկները Պեդրի եւ Դեյոնգ, հարցակողական պոլզաշիտնիկը Օլմո, Աչից հարցակող Ռեշֆորդ, ձախից Ֆերան Տորես եւ Ռոբերտ Լևանդովսկի, ստարտվի սաստավը շատ վատն է, ասենց ասած, մեր ռեզերվնի թմի սաստավն է, ասենց ասած, հարցակողականը։ Սկսենք առաջին թայմի սկզբից, վաբշե մենք ամենասկզբից սկսեցինք ահավոր վատ խաղալ, առաջին 30 րոպեն մենք ոչ մի բան չենք կարողանում անենք ու այն պենալը, որը ֆոլարեց Արաուխոն, դա պենալ էր, Արաուխոն մեղավոր էր, ֆոլ արեց, ոտը դրեց եւ ձեռքով է խանգարեց, դա պենալ էր եւ Ալեքսիս Սանչեսը խփում է ու ինչպես միշտ անհարգայց ձևով տոնում է, այնքան է ուրախանում, ոնց որ չեմպիոնատ միրայի ֆինալում է գոլ խփել, մալադեց դե ապրես, դու կյանքումդ ոչ մի բան չես ասել, բացի Բարսայից, բայց ինքը անպայման պիտի ուրախանա։ Երկրորդ գոլը վաբշե անհասկանալի ձևով մտավ, Ժուլ Կունդեն գնաց առաջ դեպի ցենտր, աջ ֆլանգը ազատ մնաց, Կունդեն կորցնում է գնդակը, հետո նրա վրա ֆոլ են անում, բայց ֆոլը չեն նկատում ինչպես միշտ էր բա իհարկե, ու գնում են ձախ ֆլանգից, Արաուխոն փորձում է հանել, չի հասնում գնդակին եւ մեզ երկրորդ գոլն են խփում, բայց ասես ասած այդ երկու գոլերի միջև մենք հենց պիտի մի 3-4 հատիկ ուտեինք, բայց մեր բախտը բերեց, որ Ռոմերոն, ով խփեց երկրորդ գոլը, մի քիչ բարի էր։ Այդ օրը թե չէ որ 8-1% խաղը вообще հիանալի կլներ։ Մինչև 35-րդ րոպեն Բարսան вообще խաղադաշտում չկար, հարցակվողները ոչ ֆրեսինգ էին անում, ոչ ինչ որ դրիբլինգ էին անում, Տորմուզը կապնում էր գնդակին, գնդակը 7 մետրից են կոմեր եթում, Լևանդովսկին вообще չէր երևում, Լևանդովսկին вообще 7 կասանյա արեց սա խաղի ընթացքում, вообще без կոմենտարի։ Մարկուս Ռուշնիկն է մի քիչ առաջ հետ էր վազում, բայց էլի պրեսինգ չէր անում։ Հետո երկրորդ թայմը լավալացում են 5 րոպե, Պեդրին Պադաչանում ու Ռեշֆորդը հիանալի գոլ է խփում ու появилась надежда на comeback, на ремонт, на դու, բայց не получилось, не фартануло։ Երկրորդ թայմը սկսեց Բարսայի նակալից, Բարսան ուզում էր երկրորդը խփեր։ Երկրորդ թայմը սկսեց զամեններից, դուրս եկավ Էրիկ Գարսիան Արաուխոյի փոխարեն եւ Բալդեն Ժերար Մարտինի փոխարեն։ Բալդեն արդեն լավացել է ու ինքը պատրաստ է խաղալ ստարտևի սաստավ։ Սենց ասեմ, Արաուխոն որ գնաց խաղադաշտից, չեմ ասի, որ ամբողջությամբ ինքն է մեղավոր մեր պարտության մեջ։ Սևիլիայի հետ խաղում 3-1 հելավ Սևիլիան, Արաուխոն եկավ հասավ եւ պայեց։ Կարող է ավելի վատ լինել սիտուացիան, կարող է, չգիտեմ, եթե Արաուխոն չներ, էլի ուտեինք։ Ու պենալը հասկանալի է, բոլորի մոտ է ելնում է, հիմա ինքը նես չէր որ ուզում էր պենալ բերեր, բայց ելնում է հիմա ոչինչ, ունես զաշիտնիկ չկա որ չի սխալվում։ Հիմա Արաուխոյի մոտ մի քիչ շատ ասում, որտեղ Արաուխոն ինքը Լամասիայի զաշիտնիկ չի, իսկ ինքը Սևերա Արմենիայից է եկել, Սևերնիա Արմենիայից է, բան, Ամերիկայից է եկել, Սևերնիա, թե Յուրնիա, ոչ եմ հասկացանք։ Ու այնտեղ ոնց որ ավելի ժոստկի են պաշտպանել ելնում է որ Կարմիրը ստանում, հիմա սենց ասենք նույն Սերխիո Ռամոսը իրան սարքել է լեգենդ, որտեղ ինքը ժոստկի էր խաղում ու Կարմիրն է ստանում, դեռ պենալներ է բերում։ Նույնն է Արաուխոնը հիմա մեկ-մեկ ելնում է պենալը բերում չգիտեմ, ելնում է մեկ-մեկ, բայց եկեք չմոռանանք, որ ինքը մինչև այդ լիքը ուրիշ բաներ է արել անցած խաղում, հենց որ մի խաղով պետք չի իրան թմից հանել։ Նույն PSG-ի դեմ, որ ինքը խաղար, իմ կարծիքով մենք 2-1 չենք պարտվի, կարող է նիչա պրծնել, իմ կարծիքով տենց է։ Էրիկ Գարսիան է մտնում, ով որ էլի իր ամենալավ խաղը չանցկացրեց, երկրորդ թայմում հենց դուրս եկավ Բալդեն, առաջ վազեց Ռեշֆորդի հետ ֆլանկ ու նրա վրա պենալ արեցին, պենալ դրեցին դեպի Սևիլիային խփելու, Լևանդովսկին վերցրեց գնդակը ու ծուր հարվածեց, Էդի միակ շանսն էր կամբեք անելու, եթե մենք խփեին, մենք կարա երրորդն է խփեին, կարանք 2-2 ավարտենք, ավելավ է 2-2 քան կրվենք, 4-1։ Այդ պենալը շատ բան փոխեց, եթե Լևանդովսկին գոլ խփեր, կարող ենք դաժե հաղթեինք։ Բայց շատ վատ խաղաց, դա հասկանալի է, ուղղակի вообще չէր ստացվում նրա մոտ ոչ մի բան,
Բայց եկեք նորից կրկնեմ, ես մի խաղով պետք չի ոչ մեկին թմից անել, հասկանալի է, սխալները լինում են, ինձ թվում է ինքն էլ է օպիտնի մարդ, բոլորից օպիտնի է, ինքն էլ է հասկանում, որ ինքը սխալ է, պետք չի, ինչ եմ կարծում, որ պետք է թմից անել։ Իմ կարծիքով տենց է, նորմալ է ինձ թվում է սա։ Երրորդ գոլը մենք ուտում ենք պրոստը без կոմենտարիև, իրականում պաս են տալի Ալեխանդրո Բալդեի մաս, ինքը չի կանպայի ու կարամոնեա ինչ ցերեմոնիա, պրոստը բզում է դանյուգլ, շեստին սես պարկաս ծխում է անդե, երևի բան չեր անում ու գոլ ենք ուտում, 3-1 հաշիվը ու մինչև դա դուրս է եկել Ռունի Բարդակջին, Բաբլցին, այո, Ֆերան Տորեսի փոխային։ Ասեմ, ոչ Տորեսը, ոչ Լևանդովսկին կան չխային, պրոստը ինվալիդ են։ Բաբլցին շատ լավ դրիբլինգ ունի, կստացի, ես չէի սպասում, ինքը այդքան լավ դրիբլինգ ունի, բայց ուդար վաբշե չունի։ Երկու անգամ սաղ թմին անցավ ու տշեց ուղի վրատերի վրա։ Պրոստը հիանալի է։ Դե իրան ոչ մեկ չի ասում, որ ինքը պիտի լիքը գոլեր խփի, բայց տենց բայրը պետք է կանալ գոլ խփել, ինձ թվում է Ֆլիկի հետ ինքը եթե աշխատի, լավ զամեն կդառնա Յամալի ու Ռաֆինյայի համար։ Իսկ 4 գոլը մենք պրոստը հարցակվեցինք առաջ, Էրիկ Գարսիան գնդակը տարավ, առաջ գնդակը կորցրեց, չհասրեց հետ գա, իրա ֆլանգին պաս տվեցին ու պրոաստրելայեցին ու մենք ուտում ենք 4 գոլը, հաշվով 4-1 հաշվով, խաղը հարցում է 4-1 հաշվով, պրոստը, աբսուրդ, մեծագույն ձևի աբսուրդ, չի կարելի այդպես խաղալ, ես չեմ համարում, որ կարելի ասել, որ մենք այս խաղով սաղ սեզոնը պրծանք, չո դավայցե Ֆլիկին հանում ենք, բերում ենք Կլեպին, այո։ Ես տենց կարծիք չունեմ, ով որ տես բան գրում է պսիխոթերապևտի մոտ կարա գետակ, եթե ուզում եք, որ Ֆլիկին հանեն այդ մի խաղը պատճառով։ Նայեք, հաշվեք, Ֆլիկը չուներ Ռաֆինյա, չուներ Յաման, առանց Ռաֆինյա չի աշխատում նորմալ պրեսինգը, որտեղ Ռեշֆորդն ու Տորեսը այդքան լավ պրեսինգ չեն անում Լևանդովսկիի հետ, Օլմոն վաբշե փդաչ շունա, վաբշե բան չի կարող անի, հիմա մեջդունարոդնի պերերիվից հետո, այս մեջդունարոդնի հանգիստից հետո կվերադառնա և Ռաֆինյան, Ֆերմինը և Յամալը, 3 կլուչով խաղացող ստարտովի սաստավի, որոնք պատրաստ են կոդրել ամբողջ լալիգան, աստված տա էլ տրավմա չստանան, որտև իրանք ոնց սկանում եմ Ֆերմին Լոպեզը основной нападающий է, իսկ Ռաֆինյան ու Յամալը դե բեսլով իրանք կարևոր խաղացողներ են, բայց ոնց հասկանում եմ պոստ էին գրել Բարսելոնայի Telegram կանալներում, որ Ֆլիկը վաբշե գոհ չի Յամալի խաղից ու ինքը պատրաստ է նրան դնել զապաս, իր այդ выходкեքը զապոլում, ես յան ամբողջությամբ համաձայն եմ ու ճիշտ կանի, որտեվ իրավունք չունի խաղացողը այտենց յան պահի, որ դրա պատճառով տուժի թիմը։ Ինքը ամեն Նունո Մենդեսի խարի վաղտ առաջ ինչ-որ էշություն է գրում ու հետո իրան կոդրում են ու ինքը այդ բան չի կարող անի։ Հիանալի է։ Այսքան կարտենք մեր վիդեոն չմոռանաք լայք դնել և բաժորդագրվել, այդ ձեր հետ էր ես Գագոն, պակա-պակա, պակա-պակա։